Բարի երեկո, Ազատության ուղիղ եթերում լրատվական կենտրոնն է, դիտեք այս ծրագրում։ Վարչապետը պահանջում է անհապաղ պատասխանել, արդյոք կաթողիկոսը զավակ ունի։ Եկեղեցին հայտարարում է, դա եկեղեցու ոչ թե պետության գործն է եւ հանդիմանում է Փաշինյանին անվայել բառապաշարի համար։ Մնացածի իրավունքները Հերթական պաշտոնանկությունն առանց բացատրության, ինչու է հեռացվել ոստիկանապետն ու ինչու է նրա փոխարեն նշանակվել Լոռու արդեն նախկին մարզպետը։ գնդակն է կրակված։ Մայրաքաղաքում գրեթե ամեն ամիս հրազենի գործադրման հանցագործություններ են տեղի ունենում, ինչ են անում իրավապահներն այս վիճակը փոխելու համար։ Ադրբեջանը շարունակում է կրակել խնածախի եւ խոզնավարի ուղղությամբ, արդեն նաեւ առավոտյան գյուղատնտեսական աշխատանքների ժամերին։ Չես իմանում, հիմա կրակում են, ում վրա են կրակում, ով են կրակում, թե մարդկանց վրա են կրակում։ Քաղաքապետարանը պատժում է երևանցիներին թերհավաքագրման համար։ Նոր տրոլեյբուսներ չեն լինի, քանի որ թանկացած տրանսպորտի համար երևանցիներն ավելի քիչ են վճարում։ Երկրորդ հատուկ գործողությունը մեկ շաբաթում Ուկրաինայի անվտանգության ծառայությունը պնդում է, որ պայթեցրել է Ղրիմի կամրջի ստորջրյա հենարանները։ Նիկոլ Փաշինյան եկեղեցի հակամարտությունը մարելու նշաններ ցույց չի տալիս։ Մինչ եկեղեցին աղմուկանած գրառումից մի քանի օր անց հայտարարությամբ հանդիմանում է վարչապետին, որ հայհոյախառն խոսույթը հարիր չէ պետական այրին, վարչապետ Փաշինյանը շարունակում է նույն թեմայով ամենօրյա գրառումները։ Այսօր էլ վարչապետը կրկնել է, թե շատ հրատապ հարց կա պարզաբանելու, արդյոք ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին II-ը զավակ ունի, թե ոչ, այսինքն խախտել է թե ոչ կուսակրոնության ուխտը։ Էջմիածնից արձագանքել են, թե եկեղեցական հարցերին պետությունը չպետք է խառնվի, իսկ Փաշինյանի գործելակերպը համարել են անօրինական եւ անհեռատես։ Հայաստանում եկեղեցին եւ պետությունը սահմանադրությամբ անջատ են։ Էջմիածնում հոգևոր վերնախավը 3.5 ժամ քննարկել է վարչապետ Փաշինյանի ու նրա տիկնոջ աղմկոտ մեղադրանքներն ուղղված հոգևոր դասին, ու այդ ամենն անվանել հակաեկեղեցական, ամոթալի արշավ։ Մայրաթորի հայտարարությունում կարդում ենք՝ Փաշինյանը պետական այրին անհարիր բառապաշար ունի։ Հայհոյախառն անվայել խոսույթներով հախուռն հրապարակումները զուրկ են բարեկրթության տարրական նորմերից։ Ոտնահարում են մարդու հիմնարար իրավունքները, կոպտորեն վիրավորում հավատացյալների կրոնական զգացմունքները եւ սքողվում կեղծ սրտացավության հիմնավորումներով։ Էջմիածնի միաբանները կարծում են իրենց բառով եկեղեցամարտ այս կեցվածքը քաղաքական նպատակներ ունի, հարգանք վայելող եկեղեցու հեղինակությունը նսեմացնելու փորձ է։ Նման դատապարտելի ձեռնարկումները սպասարկում են արտաքին հայատյաց ուժերի նկրտումները, որոշակիորեն կապակցվելով ադրբեջանական քարոզչամեքենայի կողմից հայ ժողովրդին եւ հայ եկեղեցուն ուղղված զրպարտությունների եւ կեղծ մեղադրանքների հետ։ Մայրաթորը ոչ ուղիղ վարչապետի գլխավոր մեղադրանքին էլ է անդրադարձել։ Նիկոլ Փաշինյանն օրեր շարունակ պնդում է կուսակրոնության ուխտը խախտած բոլոր հոգևորականները պետք է հեռանան հոգևոր ծառայությունից։ Էջմիածնից մոտավորապես ասում են՝ ձեր ինչ գործն է։ Եկեղեցու հարցերը լուծվում են եկեղեցական կարգերի ու կանոնների համաձայն եւ դուրս են պետական եւ քաղաքական գործիչների իրավասությունից։ Էջմիածնի ժողովականները հայտարարության եզրափակիչ մասում միաբանության հորդորներ ունեն, բայց մինչև այդ իրավասու պետական մարմիններին կոչ են անում կասեցնել վարչապետի իրենց բնորոշմամբ անօրինական ու անհեռատես քաղաքականությունը։ Ով է կասեցնողը, թվարկում է Շիրակի թեմի առաջնորդը։ Բոլոր այն կառույցներին, որոնք պետք է ասեն, որ սիրելիս, էսի քո գործը չի, սա քո իրավասությունների սահմանում չի։ Դա կարող է լինել ազգային ժողով, դա կարող է լինել իրավապահ մարմիններ, ազգային անվտանգություն, ոստիկանություն, քննչական կոմիտե, ինչ իմանամ ինչ, սահմանադրական դատարան։ Պետք է ասեմ, որ քո լիազորությունների սահմանում չի, ոչ նման պահանջ ներկայացնել, ոչ էլ փորձել այդպիսի հարցով հանդես գալ։ Եկեղեցվող հայտարարությունը չափազանց զուսպ էր, շատ առաքինի, բայց նաև խոսում։ Իտալիայի հոգևոր հովիվ Ներսես Աբեղա Հարությունյանը մայրաթորից ավելի կոշտ հակադարձում սպասողներին ասում է, տեքստի տողատակերում ամեն ինչ կա, իրենք սիրո լեզվով են խոսում։ Հայ առաքելական եկեղեցին Քրիստոսի եկեղեցին է, սիրո եկեղեցի է եւ այս մարդիկը քանի դեռ չեն բանադրված, նզովյալ չեն հայտարարված եւ չեն վտարված եկեղեցուց, նրանք
մեր զավակներն են։ Եթե այս նույն իշխանական դեմքերը վաղը հաղորդության համար որևէ եկեղեցի մտնեն, նրանց մերժող չի լինի, վստահ է Աբեղան։ Իսկ Մարմաշենի եկեղեցու քահանայի կտրուկ բառապաշարը համարում է ուղղակի զգայական մի բան։ Հայր Ներսեսը չի կարծում, որ հոգևորականները պետք է կոնֆլիկտ հրահրող իշխանության հետ մարտի բռնվեն կամ տրվեն Աբեղայի բառով անկողնային աղմուկին։ Մենք Քրիստոս ենք քարոզում, ոչ թե մեր սեռական անկողինը, եւ հավատացյալին, երբ որ քո սեռական չգիտեմ, սկանդալներն են հետաքրքիր եւ ոչ թե քո քարոզած Քրիստոսը, այստեղ արդեն առաջանում է լուրջ երկխոսելու շատ մեծ աշխատանք։ Իսկ երբ որ դա անում է թիկնապահներով զինված, պետական կառույցներով զինված իշխանությունը, ինձ զրկում է իրենց հետ իբրև հոգևորական այդ երկխոսությունից եւ ընդհանրապես դառնում է այսպես հեռահար ռմբակոծությունների առիթ։ Ըստ հոգևորականի կուսակրոնության ուխտի վերաբերյալ նախ կասկածները, ապա պարզաբանման պահանջները նպատակ ունեն զրկել եկեղեցուն հավատացյալ համայնքի աջակցությունից, հետո էլ կարծում է կանցնեն քրեական ռումբերին։ Պատճառն ըստ նրա ամենայն հայոց կաթողիկոսի Շվեյցարիայում բարձրացրած հարցերն են՝ Արցախի մշակութային ժառանգության պահպանության, վերադարձի իրավունքի ու գերիների ազատ արձակման թեմայով։ Եթե անկեղծ հարցադրումներ ունեք կուսակրոնության ուխտին հավատարմության վերաբերյալ, հարցրեք առանց իշխանական լծակ գործադրելու, ասում է 16 տարվա կուսակրոն հոգևորականը։ Մի կողմ թողեք ձեր բոլոր պետական լծակները եւ որպես եկեղեցու պարզ հավատացյալ ձեր այդ հարցերը բարձրացրեք, եթե իհարկե ձեզ համար այդքան մտատանջող, այդքան սոսկալի է որևէ կուսակրոն հոգևորականի սեռական կյանքը կամ ինչ-որ սեռական արկածը երբևէ եղած։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը զարգացնելով կուսակրոնության թեման, երեկ ու այսօր էլ պարզաբանում է պահանջել Էջմիածնից, թե արդյոք կաթողիկոսը զավակ ունի, այսինքն խախտել է այդ ուխտը։ Ընդ որում այս հարցն ըստ Փաշինյանի պիտի անհետաձգելիորեն պարզաբանվի։ Թեման փակելու մտադրություն իշխանությունը չունի, ժամեր առաջ էլ Փաշինյանի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանն էր ուժի մեջ պահում հարցը։ Այո կամ ոչ, ունի թե չունի։ Աշխարհիկ ու հոգևոր իշխանությունների միջև 6 օր առաջ սկսված ու ամեն օր ծավալվող այս փոթորիկը ինչով կավարտվի։ Ոչ մի բանով էլ չի ավարտվի։ Ըստ Աբեղայի կմնան սպիներ, վատ հիշողություններ ու կմնա վեհափառը։ Պարզվում է եկեղեցականների հարցը քննարկվել է նաև պետական համալսարանում վարչապետի եւ ուսանողների հանդիպման ընթացքում, որը լրագրողների համար փակ էր։ Ավելին, ըստ հանդիպմանը մասնակցած ուսանողներից մեկի Փաշինյանը հայտարարել է, որ հանձնարարական է տվել հատուկ մարմիններին գնալ եւ ստուգել Գարեգին II կուսակրոնության հարցը։ Արդյոք իրոք նման հանձնարարական տրվել է եւ կոնկրետ որ կառույցին վարչապետի գրասենյակից դեռ չեն պարզաբանել։ Կուսակրոնության ուխտը խախտած հոգևորականներից պետք է ազատվել։ Երևանի պետական համալսարանում երեկվա փակ հանդիպմանը ներկա ուսանողների փոխանցմամբ ասել է վարչապետ Փաշինյանը։ Ավելին, նրանցից մեկը մեջբերեց Փաշինյանի կոնկրետ հայտարարությունը։ Կասկածի տակ դրեց շատերի կուսակրոնությունը, այդ թվում Գարեգին B-ի կուսակրոնությունը եւ տարբեր թեմերի առաջնորդների կուսակրոնության հարցը եւ նշեց, ասաց, որ առաջինը մեզ է ասում որպես էքսկլյուզիվ ինֆորմացիա, որ հանձնարարական է տվել հատուկ մարմիններին գնալ եւ ստուգել Գարեգին B-ի կուսակրոնության հարցը։ Տրվել է նման հանձնարարական, իրավապահ որ կառույցին է դիմել Նիկոլ Փաշինյանը եւ կոնկրետ ինչ է հանձնարարել։ Ազատության այս հարցերին վարչապետի խոսնակը ծանոթացել է, բայց դեռ չի արձագանքել։ Մոտ մեկ շաբաթ է եկեղեցի իշխանություն հարաբերությունները կրկին լարվել են։ Հոգևորականների վերաբերյալ վարչապետի աղմկահարույց գրառումները չեն շրջանցվել նաև պետական համալսարանի ուսանողների հետ փակ հանդիպմանը։ Կենսաբանության ֆակուլտետի 3-րդ կուրսի ուսանող Լիլիթ Հարությունյանի փոխանցմամբ հոգևորականներին եւ մասնավորապես վեհափառ Հայրապետին քննադատելուն զուգահեռ Փաշինյանը նաև նշել է, թե որն է այս իրավիճակում իր պատկերացրած լուծումը։ Պաշտոնից ազատում եւ փոխարինում։ Նիկոլ Փաշինյանի վերջին օրերի հայտարարություններից վրդովված են նաև համալսարանում։ Այդ հայոյախառն գրառումների պատճառով նրա այցին ընդառաջ անգամ կոչեր են հնչել բոյկոտել վարչապետի հետ հանդիպումը։ Պատմում է մասնակիցներից Հովհաննես Շամրիկյանը։ Առավելևս եկեղեցու հետ կապված այս կոնֆլիկտի ֆոնին դե քրիստոնյա երկիր ենք, շատ հավատացյալ մարդիկ ունենք, իրենք հիմնականում շատ էին վիրավորված ու նույնիսկ
Փաշինյանի անունը չէին ուզում լսել։ Քաղաքագիտության բաժնի 3-րդ կուրսի ուսանողը մոտ 3 ժամ լսել է վարչապետի ելույթը, հենց նրա հռչակած իրական Հայաստանի գաղափարախոսության մասին։ Մասնակցելուց առաջ երկար է մտածել, ի վերջո որոշել է գնալ եւ անձամբ երկրի ղեկավարից փորձել ստանալ իրեն հուզող հարցերի պատասխանները։ Արցախի կորստից է հետաքրքրվել եւ հարցրել, եթե Փաշինյանը վերադառնար 2018 թվական եւ իմանար, որ հեղափոխության արդյունքը լինելու է Արցախի կորուստը, նորից հեղափոխություն կաներ, այո, չի տատանվել վարչապետը, բայց ապագա քաղաքագետին առավել շատ մի միտք է փոթորկել։ Արցախի հետ կապված նա այսպիսի միտք հնչեցրեց, որ երբ մենք կորցրեցինք Արցախը, մենք վերջապես ստացանք Հայաստանի Հանրապետության անկախությունը։ Սա լսելուց հետո Հովհաննեսը փորձել է շարունակել թեման եւ պարզել Փաշինյանի այս հայտարարությունը արդյոք նշանակում է, որ նախորդ 3 տասնամյակներին Հայաստանը անկախ չի եղել, բայց վարչապետը ուսանողին հորդորել է իրեն չընդհատել։ Ես պոլիտկորեկտությունից ելնելով չընդհատեցի իրեն, սակայն կարծում եմ դա մի քիչ տհաճ էր լսելը ինձ համար եւ այնտեղ նստած ուսանողության եւ դասախոսության համար։ Հանդիպումը պակաս շոկային չի եղել նաև կենսաբանության ֆակուլտետի 3-րդ կուրսի ուսանող Լիլիթ Հարությունյանի համար։ Կրթական խնդիրների քննարկման ակնկալիքով հանդիպմանը մասնակցած այս ուսանողը նախապես տեղյակ չի եղել, որ օրակարգը վարչապետի հեղինակած իրական Հայաստանի գաղափարախոսությունն է։ Իմանար կհրաժարվեր մասնակցությունից։ Ես լրիվ այդ սպասելիքներ ունեի, հակառակ դեպքում դժվար ներկա գտնվեի։ Բարբերաբար այդ ամենը կարելի էր լսել նաև հեռուստացույցով, լուրերի շրջանակներում կամ պարզապես Facebook-ում տեսնել։ Ուղղակի այդ ամենը ներկայացվում էր հավաք կերպով, որը մեկ տեղում ավելի շոկային էր, երբեմն հնչում, երբեմն շատ ձանձրացնող։ Ամեն դեպքում Լիլիթը փորձել է քննարկման ընթացքում թեման տանել դեպի կրթություն։ Ինքն ամեն օր համալսարան հասնելու համար Արարատից Երևան ճանապարհներին օրական մոտ 4 ժամ է ծախսում։ Պատմել է այս մասին նաև վարչապետին, հարցրել հնարավոր է ավելացնել ուսանողական հանրակացարանների թիվը կամ առաջադիմությունից կախված պետությունը աջակցի ուսանողներին բնակարանների վարձավճարների հարցում։ Եվ այս ամենին շատ կտրուկ եւ հեգնաբար հաջորդեց հարցը, թե ես որտեղից եմ գալիս գնում, եւ երբ պատասխանը հնչեց իմ կողմից, ասվեց, որ ինքը եկել է այդ ճանապարհով հեծանվով եւ այդ ճանապարհը համարում է հեծանվորդների համար դրախտավայր։ Ես ուղղակի չեմ պատկերացնում, թե մոտ 120 կիլոմետր օրվա ընթացքում համակարգիչով, գրքերով, տետրերով շոքին, անձրևին, ձյանը, նման պայմաններում ինչպես է կարելի գալ գնալ ու լուծել ճանապարհին ժամանակ ծախսելու կամ հոգնածության հարցը։ Նրանք, ովքեր վարկով հեծանիվ կգնեն եւ այդպես դասի կգնան, կառավարությունը կփակի այդ վարկի տոկոսները։ Լիլիթն առաջին հերթին մի հանգամանք է կարևորում, ժամանակն այդպես կծախսվեր ոչ թե սովորելու, այլ հեծանիվ վարելու վրա։ Վարչապետը հեծանիվով դասի գնալու իր առաջարկի վերաբերյալ ուսանողի արձագանքը չի էլ լսել։ Չեղավ նման հարց, արդյոք ես բավարարեցի ձեր հարցին կամ մի ուրիշ բան, ոչ։ Վարչապետի հետ շփումից հետո կենսաբանության 3-րդ կուրսի ուսանողը պետք է քննություն հանձներ, բայց դա արել է այսօր, ասում է երեկվա հանդիպումից հետո ի վիճակի չի եղել։ Վարչապետը ի տարբերություն իրական Հայաստանի մասին նախորդ հանդիպումների, այս անգամ ԵՊՀ-ից 40 վայրկյանանոց համր տեսանյութ է տարածել։ Հայաստանում ոստիկանապետ է փոխվել եւ դարձյալ առանց բացատրությունների, թե ինչու հեռացավ 2 տարի պաշտոնավարած Արամ Հովհաննիսյանը, որովհետեւ պարզաբանում չկա այնպես, ինչպես անցած տարեվերջին SMS-ով պաշտոնանկությունների շքերթի դեպքում, որովհետեւ բացատրություն չկա նաեւ, թե ինչու է ոստիկանապետի պաշտոնը տրվել Լոռու Արթեն նախկին մարզպետին, ում անունը մամուլում կապվում է նաեւ քրեական հեղինակության հետ։ Իսկ որ այդ մնացածի իրավունքները Հայաստանի ոստիկանապետ Արամ Հովհաննիսյանի պաշտոնանկությունից 1 օր անց այդ պաշտոնում նշանակվեց Լոռու նախկին մարզպետը։ Արամ Ղազարյանը նախորդին հրաժարվեց նաև քաղաքացիական պայմանագրի անդամակցությունից։ Կուսակցական չլինելը օրենքի պահանջ է։ Ընդ որում Ղազարյանը մոտ 1 ամիս առաջ էր նշանակվել իշխող կուսակցության Վանաձորի տարածքային կազմակերպության խորհրդի նախագահ։ Նորանշանակ ոստիկանապետը, որը համատեղությամբ նաև ներքին գործերի փոխնախարարն է, գրեթե 20 տարի է ոստիկանության համակարգում է աշխատել, զբաղեցրել Լոռու, Գեղարքունիքի, Շիրակի ոստիկանապետի պաշտոնը։ Արամ
Արամ Ղազարյան անունը մամուլում կապվում է 2021 թվականին սպանված քրեական հեղինակության Քանաքերցի տույն մական վանփայտնի Արթուր Ղազարյանի հետ։ Ըստ շրջանառվող տեղեկությունների նա վերջինիս հորեղբորդ տղան է։ Առերևույթ այս կապի վերաբերյալ գործադիր իշխանությունը շարունակում է լռել։ Ազատության հետ զրույցում 53-ամյա Ղազարյանը միայն ասաց, թե չի ցանկանում այդ հարցի շուրջ խոսել։ Մինչ այդ բաց է մնում հարցը, ինչու աշխատանքից ազատվեց 2 տարի պաշտոնավարած Արամ Հովհաննիսյանը։ Հաշվետվողականության մասով կարծում եմ, որ պիտի ակնհայտ լինի, որ կադրային փոփոխությունները կապված են այն թեմաների հետ, որոնք այսպես թե այնպես հրապարակայնորեն քննարկվում են։ Բայց նաև պարտադիր չի, որ այդ քննարկումները կապվեն կոնկրետ անձանց հետ, մանավանդ ինչպես ասել եմ, որ տվյալ շրջանի պաշտոնանկությունները ոչ թե անձնավորված են, այլ ավելի շատ համակարգերի հետ են կապված։ Դեռևս 2024-ի տարեվերջին Փաշինյանը հանրային հեռուստաընկերությանը նման պարզաբանում տվեց եւ իրավապահ կառույցներից դժգոհելով SMS հաղորդագրությամբ այլ պաշտոնյաների շարքում ազատեց նաեւ քննչական կոմիտեի ղեկավար Արգիշտի Քարամյանին եւ հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Սասուն Խաչատրյանին։ Սակայն թափանցիկ կառավարումը գերակայություն հռչակած Նիկոլ Փաշինյանի կառավարությունում արդեն 2 օր է լռություն է։ Չկա պարզաբանում, ինչու պաշտոնից ազատվեց 2 տարուց ավելի ոստիկանապետ աշխատած գեներալ-մայոր Արամ Հովհաննիսյանը։ Ինչ դժգոհություն ուներ վարչապետը Հովհաննիսյանից, արդյոք նրա հեռացման պատճառը հանցավորության աճն էր, մահացու վրայի երթերը, թմրամիջոցների կամ ապօրինի զենքի ազատ շրջանառությունը։ Մինչ այս հարցերը լայնորեն շրջանառվում են, մամուլում տարբեր վարկածներ են նկարագրվում, վարչապետի գրասենյակից միայն ասացին, մեջբերում եմ, առանց մեկնաբանության, եթե հարցեր լինի, վարչապետը հրապարակային կանդրադառնա։ Իրազեկ քաղաքացիներ միավորման ղեկավար Դանիել Յոհաննիսյանի կարծիքով Հովհաննիսյանին հուշել են հրաժարական տալ։ Սա ակնհայտորեն պայմանավորված է ոստիկանության աշխատանքի որակով, սա պայմանավորված է այն հանգամանքով, թե եւս երևի որ Հովհաննիսյան Արամը հին համակարգի մարդ է եւ ժողովրդավարական հասարակությունում ոստիկանության պետին ներկայացվող պահանջներին այդքանը չէր բավարարում։ 35 տարի ուժային համակարգում աշխատած արդեն նախկին ոստիկանապետ Արամ Հովհաննիսյանի գլխավորությամբ 1 տարի առաջ ոստիկանությունը հատուկ միջոց կիրառեց Մայրաքաղաքի Բաղրամյան Դեմիրճյան փողոցների խաչմերուկում հավաքների մասնակիցների նկատմամբ։ Ինչպես է որոշվել Արամ Ղազարյանին տանել լոռուց եւ ով է լինելու լոռու մարզպետը ոստիկանապետ դարձածի փոխարեն, այս հարցերը հնչում են լոռիում, բայց պատասխաններ դեռ չկան։ Ընդհանրապես լոռու մարզում հեղափոխությունից հետո մարզպետները երկար չեն պաշտոնավարել, միջինը 2 տարուց էլ պակաս։ Անցած 7 տարիներին լոռին 4 մարզպետ ունեցավ։ Հեղափոխությունից անմիջապես հետո Նիկոլ Փաշինյանն այստեղ մարզի ղեկավարումը Բարգավաճ Հայաստանի ներկայացուցիչին վստահեց։ Հայտարարվեց նոր ձևավորված կառավարությունը քաղաքական պայմանավորվածություն ունի ԲՀԿ-ի հետ։ Մինչդեռ ընդամենը 4 ամիս անց ԲՀԿ ներկայացուցիչին փոխարինեցին հեղափոխությունով իշխանության եկած Փաշինյանի թիմակիցները։ Նախ Անդրեյ Ղուկասյանը, ապա Արամ Խաչատրյանը։ Վերջինս ամենաերկարակյացն էր այս պաշտոնում ուղիղ 3 տարի մնաց ու վարչապետի լոռու մարզ կատարած աղմկահարույց շրջայցից հետո ազատվեց պաշտոնից։ Նրան փոխարինեց Արամ Ղազարյանը, որ 3 մարզերում ոստիկանապետ էր եղել, պաշտոնն ստանձնելուց անմիջապես հետո անդամակցել քաղաքացիական պայմանագրին։ Ավելին, 1 ամիս առաջ դարձել էր կուսակցության տեղի կառույցի ղեկավարը։ Կարծիքներ կային, թե նա կարող է լինել Վանաձոր համայնքի ղեկավարի իշխող կուսակցության թեկնածուն, բայց ընդամենը 1.5 տարվա պաշտոնավարումից հետո գնաց մի պաշտոնի, որի դեպքում ստիպված է թողնել քաղաքական գործունեությունը։ Արամ Ղազարյանն այսօր այդպես էլ չպատասխանեց մեր հարցերին, ինչպես հանկարծ նրան ոստիկանապետի պաշտոնին տանելու որոշում ընդունեց վարչապետը։ Արդյոք դրան նախորդել են քննարկումներ ու ով կփոխարինի նրան մարզպետի պաշտոնում։ Մի քանի օրից Վերաքննիչ վարչական դատարանը Վանաձորի ավականու վերադրված արգելանքի հարցով վճիռ կհրապարակի։ Հնարավոր է, որ դրանից հետո Վանաձորում ի վերջո համայնքի ղեկավարի ընտրություններ տեղի ունենան։ Այս դեպքում կառավարությունն կվստահի մարզի ղեկավարի քաղաքական պաշտոնը։ Այս պահին միայն որոշ լոռեցի ԿՊ-ական падգամավորների անուններ են շրջանառվում, որոնք սակայն ակտիվանում են ամեն անգամ նոր մարզպետ նշանակվելուց առաջ։ Վանաձորցիներն այս հարցում անտարբեր էին։ Մարզպետի ով լինելու հետ էլ առանձնապես չեն կապում իրենց կյանքի առաջընթացը կամ պարզապես հրաժարվում են պատասխանել քաղաքականությանը վերաբերող հարցերին։ Հետևում եք ում դրեցին մարզպետ, ով չդրեցին։ Ոչ, հիմա չենք հետևում։ Մենակ եղանակը լավ է գալիս նստում դեռներս հանգստացնում ենք, ուրիշ ոչ մի բան։ Այսինքն մեկա ով լինի։ Ով ուզում է։ Մեզ համար ոչ տակա, ոչ ծառը։ Չի փոխվում ոչ մի բան։ Ոչ մի բան։ Ոչ մի բան չի փոխվում։
Հիմա ձեր հեղեղը ինչ ա գտնում։ Ես ոչ մի բան չգիտեմ։ Չէ, այսպես հարցազրույցներ չեք տալի։ Ազես դե ընդհանրապես չգիտենք, քույս չունենք։ Իրանց ոնց հարմար է այդպես էլ անում են։ Շատ բան կա ասելու, բայց ես չեմ ուզում էլի որ այդ փակագծերը բացեմ, չեմ ուզում։ Ես ոչինչ չգիտեմ։ Խնդրում եմ, հա, չէ։ Իրոք չգիտեմ։ Ասма ապագա կա։ Այդ ապագան տուրից կեսնել տամ քեզ, ուր աստի ապագա։ Ոչ մի կապ չունի մարսպետը, ինչ կապ ունի մարսպետը։ Մարսպետը կարալի լույս մարդ, վերևից է գալի ամեն ինչ։ Մարսպետը ինչ անի, շատ լավ էլ մարդ է։ Ընտիր մարդ է, մարսպետը ինչ անի, քաղաքապետն էլ ընտիր տղա է։ Վերևից պետք է հրահանգստանան, որ այս բանը ինձ տանեն, բանը նրան տանեն, բանը նրան օգնեն։ Որ իրանք չեն ստանա վերևից հրաման, ով պետք է անի։ Այսինքն կապ չունի, հիմա մեկը ով էլ լինի, էլի մարզպետ, էլի ինչ որ բան չի փոխվում։ Ձուկը գլխից է հոտը, բայ իհարկե։ Գնացի կներեք։ Ինչ խնդիրներ են դրվել նորանշանակ ոստիկանապետի առջև դեռ հայտնի չէ, բայց պարզ է մի բան, Արամ Ղազարյանը պետք է բախվի նաև Երևանում գրեթե ամենամիս հրազենով հանցագործությունների խնդրին։ Ոստիկանությունը դեռ այս տարվա վիճակագրությունը չի տալիս, միջադեպերի մասին էլ ոստիկանության էջում առանձնապես տեղեկություն չկա, փոխարենը մամուլում շատ են միմյանց հետ հրազենով հաշիվ պարզելու հետևանքների տեսագրություններն ու լուսանկարները։ Հունիսի 2-ն է Երևան, Շենգավիթ վարչական շրջան, կրակոցներ են հնչել եւ կա վիրավոր։ Երեկ երեկոյան ժամը 8-ին կրակոցներ են հնչել Շենգավիթ համայնքի շենքերից մեկի բակում։ Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը հաղորդում է վիրավորների մասին։ Մոտ 5-6 կրակված պարկուճ, 1 հոգի ոտքի մասում հրազենային վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց։ Սա գնդակն է կրակված։ Նախորդ օրն էլ Մայրաքաղաքի կենտրոնում հանգիստ չէր, հունիսի 1-ին երեկոյան 11-ի սահմաններում կրակոցներ էին հնչել Վարդանանց փողոցում։ Հայտնաբերել են ինքնաձիգից արձակված մի քանի կրակված պարկուճ, վնասված նաև այս կրպակն է վնասված։ Հիմա դուք պարկուճներն ավելի մոտիկից կտեսնեք, մոտ 5 կրակված պարկուճ հայտնաբերվել է, կրպակն է վնասված։ Մայրաքաղաքում գրեթե ամեն ամիս հրազենի գործադրմամբ հանցագործություններ են տեղի ունենում։ Ոստիկանությունն արձանագրված դեպքերի մասին տեղեկատվություն չի տրամադրում եւ հանրությունը դրանց ծանոթանում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի տեսանյութերից։ Դատելով այդ հրապարակումներից հրազենի գործադրմամբ հանցագործությունները Մայրաքաղաքում կատարվում են թե օրը ցերեկով եւ թե գիշերով, հիմնականում բանուկ հատվածներում, նաեւ շենքերի բակերում։ Շամշյանի հաղորդմամբ արձանագրվել են հրազենից վիրավորումներ եւ մահեր։ Հետքի վայրում հայտնաբերել են բավականին այրան հետքեր եւ ըստ հիվանդանոցից ստացված զանգի վիրավորներից մեկը մահացել է կամ մեկ զոհ, մեկ վիրավոր։ Ոստիկանությունը ունի նաեւ տեղեկություններ, որ վիրավորները հիվանդանոց են տեղափոխվել հրազենային վնասվածքներով։ Ամբողջ տարածքը այրուն է, տեսնում եք արնանման հետքեր են։ Այն, որ հրազենի գործադրմամբ կատարվող հանցագործություններն աճել են, այս տարվա սկզբին հրավիրած ասորիսում հաստատել էր ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը։ Հրազենի գործադրմամբ կատարված հանցագործությունների մասով իրականում մենք ունեցել ենք 15 դեպքով աճ։ Միայն 2024-ին ըստ Արփինե Սարգսյանի արձանագրվել է հրազենի գործադրմամբ կատարված 109 հանցագործության դեպք։ Թե ինչ իրավիճակի արձանագրվել արդեն 2025-ի հունվարից մինչև այսօր, արդյոք հրազենով կատարված հանցագործությունները կրկին աճել են, պարզ չէ։ Ոստիկանությունից խոստացել են այդ հարցին անդրադառնալ առաջիկա օրերին, ինչպես նաև պարզաբանել, ինչով են պայմանավորված Մայրաքաղաքում չդադարող կրակոցները։ Տեսնում եք շատ մարդկանց մոտ մեքենաներում զենք հայտնաբերվում։ Սա արդեն հիմք է, էլի որ մի օր միտեղ այդ զենքը պիտի ձայն հանի, մի օր միտեղ պիտի կրակվի։ Հիմա իհարկե շատացել է, կիրառում արդեն դարել է ավելի ջուրին, ավելի մարդիկ շատ են կրակում, արդեն դա սովորական բան է դառել։ Նախագահ Սերժ Սարգսյանի պաշտոնավարման շրջանում շուրջ 3 տարի 2008-ից 2011 թվականները ոստիկանապետի պաշտոնը զբաղեցրած եւ երկար տարիներ իրավապահ համակարգում աշխատած գեներալ լեյտենանտ Ալիկ Սարգսյանը կարծում է, որ այս հանցագործության կանխարգելման ուղղությամբ բազմակողմանի աշխատանք պետք է իրականացնել, միայն մեքենաները ստուգելով արդյունքի հասնել հնարավոր չէ։ Այդ զենքերի հետ կապված մենակ մի հատ ռեյդ անել է, չի զենքեր հավաքել։ Ռեյդ անեն, պատահական գիշերով մեքենաները խուզարկեն, մի քանի հատ զենք անեն ու ասեն, «Շո, դրա դեմ պայքարել ենք»։ Ալիկ Սարգսյանն ասում է, որ թեև վիճակագրությանը չի տիրապետում, բայց իր պաշտոնավարման տարիների համեմատությամբ ակնհայտ է, որ հրազենի գործադրմամբ կատարված հանցագործությունները ավելացել են։
Նախկին բարձրաստիճան ոստիկանն ընդունում է, այսօր զենքն է երկրում շատացել, բայց դրան զուգահեռ այլ պատճառներ կան, մարդիկ շատ նյարդային ու ագրեսիվ են դարձել։ Եկեք այդ սոցիալական ցանց կոչված այդ աղբը մի հատ նայեք ինչ է կատարվում, այդ կոմենտարիա կոչվածները, այդ գրելը, իրար հայելը, հայախառն, այդ կեղտոտ ժարգոնը մի հատ նայեք, սա ոնց է երեխեքին։ Նախկին ոստիկանապետի համոզմամբ իրավապահ մարմինների կանխարգելիչ գործողություններին զուգահեռ այս հարցը պետք է լայն քննարկման դրվի նաև հանրության շրջանում։ Մարդկանց պետք է բացատրել, որ հրազեն պահելը վատ բան է եւ այն մի օր կրակելու է իր բոլոր ծանր հետևանքներով։ Միայն 2020-ի 44-օրյա պատերազմից հետո Հայաստանում շուրջ 17,000 ինքնաձիգ է անհետացել։ Այդ մասին դեռ անցած տարի հայտարարեց ներքին գործերի նախկին նախարարը։ Թե դրանցից քանի տոկոսն են ոստիկանները հայտնաբերել, իրավապահները չեն հստակեցնում։ Ինչպես նաև խուսափում են նշել, թե հրազենով կատարված հանցագործություններից քանիսն է պատերազմից հետո կորած զինամթերքով կատարվել։ Այդ զենքն ի դեպ քաղաքացիներին է բաժանվել հենց վարչապետի որոշմամբ։ Փաշինյանն այդ փաստը հաստատել էր 2021-ի նախընտրական քարոզարշավի ընթացքում։ Իսկ թե ինչու ժողովրդին բաժանված զենքը պետությունը ետ չի հավաքել, մնում է անհայտ։ Փաստաբան Արա Զոհրաբյանը վարչապետի բարձրաստիճան հոգևորականների եւ կաթողիկոսի մասին հայտարարությունների կապակցությամբ այսօր բողոք է ներկայացրել կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով, խնդրելով վարույթ հարուցել եւ ուսումնասիրել արդյոք Նիկոլ Փաշինյանը խախտել է վարչապետի պաշտոնից բխող վարքագծի կանոնները։ Եթերում Ազատության լրատվական կենտրոնն է, մեր լուրերին կարող եք հետևել նաև Ազատության տելեգրամյան ալիքում, իսկ այս ծրագրի երկրորդ մասում առաջարկում ենք։ Ադրբեջանը շարունակում է կրակել խնածախի եւ խոզնավարի ուղղությամբ, արդեն նաեւ առավոտյան գյուղատնտեսական աշխատանքների ժամերին։ Ինչ է իմանում, հիմա կրակում են, ում վրա են կրակում, ով են կրակում, թե մարդկանց վրա են կրակում։ Քաղաքապետարանը պատժում է երևանցիներին թերհավաքագրման համար։ Նոր տրոլեյբուսներ չեն լինի, քանի որ թանկացած տրանսպորտի համար երևանցիներն ավելի քիչ են վճարում։ Երկրորդ հատուկ գործողությունը մեկ շաբաթում Ուկրաինայի անվտանգության ծառայությունը պնդում է, որ պայթեցրել է Ղրիմի կամրջի ստորջրյա հենարանները։ Սյունիքի սահմանային խնածախ եւ խոզնավար գյուղերում մարտից ի վեր ադրբեջանական կրակոցներ են, որոնք պարբերաբար նաեւ տներին են հասնում, դուռ եւ պատուհան վնասում։ Ուշագրավ է, որ կրակոցները Սյունիքի ուղղությամբ ակտիվացան այն բանից հետո, երբ հայտարարվեց, որ հայ-ադրբեջանական խաղաղության փաստաթղթի բոլոր կետերի շուրջ կա համաձայնություն։ Այժմ սահմանամերձ համայնքներում ասում են, ադրբեջանական կողմից նաեւ առավոտյան են կրակում, երբ իրենք նոր սկսում են գյուղատնտեսական աշխատանքները։ Ժամերը փոխած է։ Տարբեր ժամերի, առավոտվա կողմն են կրակում, տարբեր ժամերի կրակում են։ Ուղղակի այդ առավոտվա ժամը 5:30, էդի վտանգավոր ժամը ժողովուրդ արդեն իրանց գործի են, իրանց ծանոթություններին։ Ժամը 1:30, 11:30, 10-ին, որ միշտ անցած 20 են կրակել, հիմա 10:05 են կրակում։ Երեք առավոտ օրինակ ժամը 5:30 են կրակել, կովերը հանելուց։ Արդեն, այսօր 4:30 են կրակել, 5-ին 20 պակաս են կրակել։ Տատանց միշտ էլ կրակում են, կրակոցները միշտ էլ կա։ Մի քանի օր առաջ Երևանից հյուրեր ունեինք, այդ երևանցիներն էին, ասում են հյուրանոց ծարենք գնանք, ասում որ մենք ոնց ենք անում։ Էլի նույն ձևով է, միշտ էլի նույն ձևով կրակում են, նույն արանքը մեղել է, մի օր չեն կրակել, նորից կրակել են։ Քաղաքապետարանը հայտարարում է, որ նախապես խոստացված 45 նոր տրոլեյբուսներից առնվազն 30-ը երևանցիներն այդպես էլ չեն տեսնի, քանի որ թանկացած տրանսպորտի համար մարդիկ բավականաչափ չեն վճարում։ Չնայած վիճահարույց այդ փոփոխություններից առաջ հնչում էին զգուշացումներ եւ մտահոգություններ, որ ուղևորցի թանկացումը, անընդհատ փոփոխվող եւ անհամար համակարգը եւ տեխնիկական խնդիրները հանգեցնելու են թերվճարումների։ Քաղաքային իշխանությունները միայն վերջերս են ընդունել, որ տրանսպորտը թանկացնելուց հետո թերհավաքագրումներ են։ Հանրային տրանսպորտի ուղևորցի թերհավաքագրումների պատճառով Երևանի քաղաքապետարանն այս տարի չի կարող գնել պլանավորված 45 նոր տրոլեյբուսներից առնվազն 30-ը, հայտարարում է քաղաքապետարանը։ Չնայած թանկացումներին, շարժակազմի խնդիրն այս տարի չի լուծվի։ Թերհավաքագրումները բերել է նրան, որ այդ գումարը որպես այդպեսին չկա, եւ հետեւապես այդ 30 նոր տրոլեյբուսները, որը որ պետքա լիներ 45-ի մեջ, արդեն 30-ը դուրս է եկել ցանկից։
Այն, որ թանկացումից հետո նախատեսվածից պակաս գումար է հավաքվում, քաղաքապետարանը վերջերս էր ընդունել, ակնարկելով, որ դրա հետևանքները հենց երևանցիներն են զգալու։ Այսօր արդեն քաղաքապետի խոսնակ Հայկ Կոստանյանն ուղիղ ասաց, շարժակազմը համալրել ի վիճակի չեն։ Տրանսպորտային բարեփոխումները փաստորեն տեղում դոփում են։ Պարտաճանաչ վճարող քաղաքացիները դեռ ստիպված կլինեն կանգառներում երկար ավտոբուս սպասել, օրվա պիկ ժամերին էլ երթևեկել գերբեռնված մեքենաներով։ Նման տեմպերով եթե շարունակվի հավաքագրումները, չի բացառվում, որ այդ 15 տրոլեյբուսներ Երևանի քաղաքապետարանը չկարողանա ձեռք բերի, ինչը մեր գործընկերներին, ընդդիմադիր գործընկերներին հերթական առիթ է իհարկե կտա ասելու, որ տեսեք, հայտարարեցին 45-ը, բայց ոչ այն 30-ը բերեցին, ոչ 15-ն են կարողանալու բերել։ Տրանսպորտի ուղևորը փետրվարին 50%-ով թանկացավ, տրոլեյբուսների դեպքում թանկացումը եռակի էր 50-ից 150 դրամ։ Թանկացումների առաջին շրջանը բողոքի ակցիաներով ուղեկցվեց։ Ընդդիմադիրները հորդորում էին չվճարել թանկացած տրանսպորտի համար։ Որոշ ժամանակ անց այդ ակցիաներն ավարտվեցին, բայց պլանավորված մուտքերն ապահովելու խնդիրը փաստորեն չլուծվեց։ Շաբաթներ առաջ թվեր էլ հնչեցրին։ Տարվա առաջին 4 ամիսների համար նախատեսվածից մոտ $6 միլիոն պակաս է փոխանցվել քաղաքային բյուջե։ Այս ընթացքում տարբեր միջադեպեր գրանցվեցին վճարել պահանջող վարորդների ու ուղևորների միջև։ Քիչ չէին նաև դժգոհությունները համակարգը սպասարկող Telcel ընկերությունից։ Ամիսներ անց էլ տեխնիկական խնդիրներ են ծագում, օրինակ քարտից վճարումն է մերժվում։ Չվճարումները բերել է, այսպես ասած, բյուջեի տեսանկյունից որոշակի խնդիրների եւ Երևանի քաղաքապետարանը չի պատրաստվում էլի այլ ոլորտից, պայմանական հանրակրթության ոլորտից գումար պայմանական կտրի եւ ներդնի հասարակական տրանսպորտի մեջ։ Տարիքս առած ես չեմ վճարում, վարորդները ասում են պետք չի։ Քաղաքացիներն արձագանքում են մեղադրանքներին։ Այս ամենի մասին պետք է ավելի շուտ մտածել։ Ճիշտ է, սկզբից ամեն ինչը ճիշտ կազմակերպել անել, որ այս վիճակի մեջ չհայտնվեին։ Տեսնում են, որ չեն վճարում։ Հսկում չկա, երեխեքն էլ չեն վճարում։ Հսկողություն, կոնտրոլ չկա, էլի, կարող չես կարող ասես, ով վճարեց, ով չվճարեց։ Չեմ էլ հասկանում այս սիստեմը։ Չեսնկավարա չեմ հասկանում։ Մի անգամ են կողմից առել եմ, չի տվել։ Զանգել եմ, ասում ինչ ասեց, ու կարուչը լավ չհասկացա ինչ, բայց պետքա քարտին ասի ես ձեր տեղի քարտ չունեմ։ Այտենց է կորավ գնաց։ Քաղաքապետարանը հայտարարում է, չվճարողները պետք է տուգանվեն։ Անցած ամիսներին օրենսդրական փոփոխությունների նախագիծ մշակեցին, խորհրդարան բերեցին, այն ազգային ժողովի նիստերի օրակարգ մտավ, բայց այդպես էլ չքննարկվեց։ Կառավարությունից պարզաբանեցին, դրա մշակման կարիք կա։ Առաջարկում են տրանսպորտի համար չվճարող քաղաքացիներին տուգանել 10,000 դրամով, իսկ եթե արտոնություն ունեցող քաղաքացու զեղչված կամ անվճար փաթեթով այլանց երթևեկի, տուգանքի չափն էլ ավելի մեծ կլինի 15,000 դրամ։ Թե երբ կքննարկվի այս նախագիծը, դեռ պարզ չէ։ Թեմայի շուրջ կզրուցենք Երևանի ավականու ընդդիմադիր ազգային առաջընթաց խմբակցության անդամ Հայկ Գրիգորյանի հետ։ Շնորհակալություն պարոն Գրիգորյան, մեր հրավեր ընդունելու համար։ Եվ այսպես այսօր հայտարարվեց, որ փաստորեն այդ նախատեսված 45 տրոլեյբուսներից 30-ը առնվազն հնարավոր չի լինի ձեռք բերել, քանի որ թեր հավաքագրումներ են, ուղևորները երևանցիները չեն վճարում։ Ձեր կարծիքով սա ինչ է իրենց ներկայացնում, ինչի մասին է վկայում, արդյոք երևանցիները պատժվում են քաղաքապետարանի չհաջողված ռեֆորմի համար։ Սա նախ անընդունելի հայտարարություն է, երկրորդը սա անհարգանք է երևանցիների նկատմամբ, սա հայտարարակ է քաղաքական իմաստով հայտարարություն է, որովհետև երբ որ տրանսպորտային բարեփոխումները արվում էին ու անունը դնում էին ռեֆորմ, քաղաքային իշխանությունները ասում էին, որ գումարը տրանսպորտի թանկանում է, որովհետև մենք ձեզ տալիս ենք ավելի լավ սերվիս։ Հիմա ավելի լավ սերվիսը ենթադրում էր կոնկրետ տրոլեյբուսների մասով, որը թանկացավ 50 դրամից 150 դրամ, ենթադրում էր նոր շարժակազմի ձեռքբերումը, ու դա ասվում էր հենց թանկացման այդ process-ի ընթացքում որպես բարեփոխման մաս։ Այսօր կանգնել ասել, որ թեր հավաքագրում է եղել դրա համար չենք բերում, դա առնվազն ստահակություն է, որովհետև նախ այդ գումարը կա, եթե ոչ տրանսպորտի վճարման մուտքերից, այլ կա առնվազն կարմիր գծերի թանկացումից, շինթույլտվությունների գների եռակի, քառակի թանկացումներից, եւ մենք գիտենք, որ քաղաքային իշխանությունները պատե անպատե առիթով ամենտեղ թե հավաքանունիստով թե մամուլով միշտ ասում են, որ
աննախադեպ կրկնապատկվել, եռապատկվել է Երևանի բյուջեի մուտքերը, այսինքն երբ մենք ասում ենք դա թանկացում է, իրանք ասում են ոչ, դա թանկացում չի, մենք գները բարձրացնենք, որպեսզի երևանցիներին մատուցենք սերվիս, ավելի շատ մանկապարտեզ կառուցենք, ավելի շատ տրանսպորտ եւ այսօր կանգնել ասել, որ գումար չկա բյուջեում, դա առնվազն անազնվություն է, որովհետեւ այդ գումարները կան եւ բացի դրանից սա հակասում է իրենց իսկ նախկինում արված հայտարարություններին տրանսպորտի բոյկոտի հետ կապված, նրանք ասում էին, որ դա է ուզում հարցնել, որտեվ ես հիշում եմ, իրենք չէին ընդունում, որ թերհավաքագրումներ կան եւ չէին համարում, որ ոչ չէին ընդունում, նրանք ասում էին, դուք ինչքան ուզում եք բոյկոտեք, մեկը դուք մեզ չեք կարող խանգարել, մենք մեր բարեփոխումները անում ենք, դուք չուզող եք, մենք ուզում ենք ժողովուրդը կողմա թանկ վճարի, դուք արհեստական բաներ եք անում, դա մեր վրա չի ազդելու եւ բոյկոտ գոյություն չունի։ Ընդ որում նույնիսկ փոխքաղաքապետերից մեկը մեր ֆինանսական հանձնաժողովի նիստի ժամանակ ասաց, որ միայն փետրվար ամսին է, որը եղել է պլանավորածից քիչ հավաքագրում, այսինքն թեր հավաքագրում, հիմնացած ամիսները նա նշեց, որ լավ հավաքագրվել է, այսինքն ես իմ համար անհասկանալի է, թե ոնց է ու դրանից անցել է ոչ ավել, քան մի ամիս, ու մի ամիս հետո ոնց են իրենք հայտարարում, որ հավաքագրումներ չկան ու դրա համար չեն առնելու տրոլեյբուսները։ Կարծում եմ դա ընդհանրապես կբերի իրենց ճակերտավոր տրանսպորտային ռեֆորմի ընդհանրապես ձախողման։ Եղավ, շատ շնորհակալ եմ մեր հրավերը ընդունելու համար։ Ես հիշեցնեմ, որ Ազատության տաղավարում զրուցում էինք Երևանի ավականու ընդդիմադիր ազգային առաջընթաց խմբակցության անդամ Հայկ Գրիգորյանի հետ։ Ուկրաինայի անվտանգության ծառայությունը պնդում է, որ պայթեցրել է Ղրիմի կամուրջի ստորջրյա հենասյուները, նշելով, որ գործողությունը նախապատրաստվել է մի քանի ամիս։ Այժմ ըստ Ուկրաինայի անվտանգության ծառայության կամուրջը, որը ծառայում է որպես Ռուսաստանի ռազմական լոգիստիկ ուղի, փաստացի վթարային վիճակում է։ Ռուսական կողմը չի մեկնաբանել Կիևի հայտարարությունը, իսկ Ղրիմի կամուրջի տելեգրամյան պաշտոնական ալիքը այսօր ավելի վաղ տեղեկացրել էր երթևեկության ժամանակավոր դադարեցման մասին, որը ըստ աղբյուրի վերականգնվել է։ Սա վերջին օրերին ուկրաինական արդեն երկրորդ հատուկ գործողությունն է։ Հունիսի 1-ին էլ հայտնի դարձավ, որ ուկրաինական անօդաչու թռչող սարքերը հարվածել են Ռուսաստանի մի քանի ռազմական օդանավակայանների, շարքից անելով ավելի քան 4 տասնյակ ինքնաթիռներ։ Այսքանն էինք նախատեսել այսօրվա համար, նորություններին հետևեք ազատություն.am կայքեջում և սոցիալական մեդիայի մեր էջերում, իսկ լրատվական թողարկումները եթերում կլինեն վաղ ժամը 18-ից։ Հաջողություն։